Գագիկ Ծառուկյան, Նարեկ Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, Հայկ Մարության խորհրդարանի ընտրությանը մասնակցող 19 քաղաքական ուժերի ամենահարուստ առաջին համարներն են։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանն ըստ հայտարարագրի ամենից հարուստն է։ Նրա ունեցած դրամական միջոցները մոտ 6 անգամ գերազանցում են մնացած 18 ուժերի առաջին համարների դրամական միջոցների ընդհանուր քանակը։ Ծառուկյանը հայտարարագրել է Կոտայքի մարզում գտնվող 13 հողամաս, անհատական բնակելի տուն, 7 շենքշինություն եւ հողին ամրակցված 2 այլ գույք, ինչպես նաև Երևանի կենտրոնում գտնվող բնակարան։ Rolls-Royce, Bentley, 2 Range Rover, 2 Mercedes Ծառուկյանի ավտոպարկում թանկարժեք մեքենաների թիվը հասնում է 19-ի։ Որպես թանկարժեք գույք հայտարարագրել է կահույքի բազմաթիվ բարձրարժեք հավաքածուներ, որոնց յուրաքանչյուրի արժեքը գերազանցում է $100,000։ Ծառուկյանը հայտարարագրել է 20 հատ ջահ, որոնց ընդհանուր արժեքը $1,587,000 է։ Աչք են ծակում նաև ԲՀԿ առաջնորդի ադամանդակուռ մատանիները, որոնց արժեքը հասնում է մինչև $3 միլիոն։ Ծառուկյանի դրամական միջոցները կազմում են շուրջ 3,4 միլիարդ դրամ, ավելի քան 26,7 միլիոն $, 5,46 միլիոն եվրո եւ 2,33 միլիոն ռուբլի։ Նրա եկամուտների գերակշիռ մասը գոյացել է շահաբաժիններից։ Նվիրատվություն է ստացել նաև հետախուզման մեջ գտնվող որդուս Նվեր Ծառուկյանից շուրջ 1,36 միլիարդ դրամ եւ 2,79 միլիոն $։ Որպես եկամուտ նշված են նաև միլիոնավոր դրամների հասնող ստացված փոխառություններ, վարձավճարներ ու շուրջ 1,8 միլիոն եվրոյի եկամուտ բաժնեմասի օտարումներից։ Ծառուկյանն ունի բաժնետոմսեր եւ փայաբաժիններ շուրջ 40 ընկերությունում։ Ուժեղ Հայաստանի առաջին համար Նարեկ Կարապետյանը հայտարարագրել է 1 բնակարան Մոսկվայում, 1 բնակելի տուն Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղում եւ 13 հողամաս։ Կարապետյանը հայտարարագրել է Mercedes Magnus-ի մեքենա, որը համատեղ սեփականություն է եւ 2025-ի արտադրության Toyota Camry։ Նարեկ Կարապետյանի դրամական միջոցները կազմել են 16,5 միլիոն դրամ, 1,8 միլիոն $, եւ 2,1 միլիոն եվրո։ Կարապետյանին է պատկանում Տաշիր Արգո ընկերությունը, Սյուն Էներգաշինի 98% եւ T-Tower ՓԲ-ի 50%։ Նոր ուժ կուսակցության առաջին համարը Հայկ Մարությանը ունի մեծ քանակությամբ անշարժ գույք Հայաստանում, Ավստրիայում եւ Չեխիայում։ Գույքերի քանակով Մարությանը գերազանցում է անգամ ամենահարուստ տեխնացու Գագիկ Ծառուկյանին։ Մարությանը հայտարարագրել է Չեխիայում գտնվող 5 բնակարան, 2 բնակելի տուն, 5 ավտոկայանատեղի եւ հասարակական նշանակության 5 տարածք։ Չեխիայում Մարությանն ունի նաեւ 7 հողամաս, եվրոպական 1 այլ երկրում Ավստրիայում 3 բնակարան։ Երևանում Մարությանն ունի 1 բնակարան եւ 1 բնակելի տուն։ Մարությանը գործազուրկ է, նրա դրամական միջոցները կազմել են 76,1 միլիոն դրամ, 2,6 միլիոն չեխական կրոն, որը համարժեք է 46 միլիոն 813 հազար դրամի, 122,733 եվրո եւ 154,673 $։ Հայաստան դաշինքի վարչապետի տեխնացու Ռոբերտ Քոչարյանն ունի 1 բնակարան եւ բնակելի տուն Երևանի Ծովակալիսակովի պողոտայում։ Նրա եկամուտները կուտակվել են պարտատոմսերից 1 տարվա ընթացքում $34,740, բանկային ավանդից 2,5 միլիոն ռուբլի եւ թոշակից 15 միլիոն դրամ։ Դրամական միջոցները կազմում են 15,3 միլիոն դրամ, $772,000 ու 14,7 միլիոն ռուբլի։ Քոչարյանն ունի բաժնեմաս ռուսական սիստեմա ընկերությունում։ Երկրորդ նախագահ ավտոմեքենա կամ թանկարժեք իրեր չի հայտարարագրել։ Հայտարարագրված դրամական միջոցներով Քոչարյանը 3-րդ հորիզոնականում է։ Ակացիական պայմանագրի առաջին համարը Նիկոլ Փաշինյանը հայտարարագրել է 1 բնակարան Իջևանում, բանկային հաշիվներում ունի 4 միլիոն դրամից ավելի գումար, կանխիկ միջոցները կազմում են 700,000 դրամ եւ $800։ Եկամուտները ստացել վարչապետի պաշտոնից 1 տարվա ընթացքում շուրջ 32 միլիոն դրամ, որպես եկամուտ է դիտարկվել նաեւ Զայեդ մարդկային եղբայրության մրցանակի $500,000 գումարը եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից 500,000 դրամի ռոյալթի։ Նորաստեղծ բոլորին դեմ եմ կուսակցության առաջին համար Սպարտակ Գյուրեղյանը հայտարարագրել է 102 միլիոն դրամ եւ $30,000, 4 ընկերությունում փայատեր է, ունի 2 բնակարան, կառուցվող շենքում 1 բնակարանի եւ ավտոտնակի գնման իրավունք։ Բոլորին դեմ եմ առաջին համարը հայտարարագրել է Տեսլա Մագնիշի մեքենա։ Միասնության թևերի վարչապետի տեխնացու Արման Թաթոյանը հայտարարագրել է 1 բնակարան, 1 տարածք եւ 1 ավտոկայանատեղի Երևանի Քանաքեր-Զեյթուն վարչական շրջանում։ Նա ունի 80 միլիոն դրամ ու $55,700։ Թաթոյանը որևէ ընկերությունում արժեթղթեր եւ բաժնեմասեր չունի։ Հանրապետության առաջին համար Արամ Սարգսյանը հայտարարագրել է 30 միլիոն դրամ, $100,000 եւ 10,000 եվրո, ինչպես նաեւ 1 բնակելի տուն Արարատի մարզի Արարատ գյուղում։ Ունի 2 Mercedes Magnus-ի մեքենա, որպես թանկարժեք գույք հայտարարագրել
հայտարարագրել է արվեստի գործ, որի արժեքը նշված է որպես անգին եւ գրիչների հավաքածու $100,000 եւ ավելի արժողությամբ։ Արամ Սարգսյանն ունի բաժնեմասեր 3 տարբեր ընկերություններում։ Լուսավոր Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանն ունի բնակարան ու ավտոտնակ Երևանում, եւս մեկ բնակարան Վանաձորում։ Մարուքյանը հայտարարագրել է Toyota Camry մեքենա։ Նրա դրամական միջոցները կազմում են 23 միլիոն դրամ եւ 1565 եվրո։ Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշին կուսակցության առաջին համար Արման Բաբաջանյանը հայտարարագրել է մեկ բնակարան Երևանում եւ 3 հողամաս։ Բաբաջանյանը հայտարարագրել է նաեւ Toyota Magnus-ի մեկ մեքենա։ Դրամական միջոցները կազմել են 12 միլիոն դրամ կանխիկ։ Նրա եկամուտը գոյացել է Սկիզբ մեդիա կենտրոն ՍՊ-ի շահբաժնից։ Մեկ տարվա ընթացքում նա ստացել է 230 միլիոն դրամ։ Ռեֆորմիստների կուսակցության ցուցակի առաջին համար պաշտպանության նախկին նախարար ՌԴ-ում Հայաստանի նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանը հայտարարագրել է կենտրոն վարչական շրջանում գտնվող մեկ բնակարան։ Նա ստացել է 4.9 միլիոն դրամի թոշակ պաշտպանության նախարարությունից։ Հայ Էկոնոմ բանկում եւ ռուսական Սպերբանկում ունեցած ավանդներից ստացել է 720,000 դրամ եւ 884,394 ռուբլի տոկոսավճար։ Վաղարշակ Հարությունյանի դրամական միջոցները կազմել են 400,000 դրամ եւ $30,000։ Հայաստանի շնորհապետական կուսակցության ցուցակը գլխավորող Գուրգեն Սիմոնյանը անշարժ գույք չունի, հայտարարագրել է 2015 թվականի արտադրության Toyota Camry Magnus-ի մեքենա։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Սիմոնյանն ունեցել է 10.1 միլիոն դրամ։ ՀԱԿ-ի նախընտրական ցուցակը գլխավորող Լևոն Զուրաբյանը հայտարարագրել է առանձնատուն, ամառանոց, բնակարան եւ հողամաս։ Ըստ հայտարարագրի հաշվետու ժամանակահատվածում Զուրաբյանը որևէ եկամուտ չի ունեցել։ Նա հայտարարագրել է 8 միլիոն դրամ։ Ժողովրդավարական համախմբում կուսակցության առաջին համարը Սուրեն Պետրոսյանն ունի 2 բնակարան Երևանում, 1 հողամաս Ջերմուկում եւ 2 ավտոմեքենա։ Դրամական միջոցները կազմել են 4.7 միլիոն դրամ։ Թեև աշխատանքի վայրի եւ պաշտոնի բաժնում նշվել է չեմ աշխատում, նրա եկամուտը գոյացել է շահբաժնից։ Մեկ տարվա ընթացքում ստացել է 178,000 եվրո եկամուտ LGL Video France-ից։ Պետրոսյանը որևէ ընկերությունում արժեթղթեր, ներդրումներ կամ թանկարժեք գույք չի հայտարարագրել։ Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգեզարթոն կուսակցության վարչապետ Տեխնացու Արտակ Սարգսյանը հայտարարագրում նշել է, որ ունի 1 հողատարածք, ինչպես նաև եկամուտներ է ստանում Սարգսյան Fish ՍՊ-ից, վերջին մեկ տարում 1.5 միլիոն դրամ։ Բացի այդ, աշխատավարձ է ստացել Քուվեյթում գործող Arthur Brothers Legacy ընկերությունից 6,000 քուվեյթյան դինարի չափով։ Միլիոնատեր տեխնացուների կողքին կան եկամուտ ու դրամական միջոցներ չունեցողներ։ Ազգային ժողովրդավարական Բևերի առաջին համար Գևորգ Կարապետյանը հայտարարագրել է բնակարան Մարտունիում եւ 96 թվականի Mercedes Magnus-ի մեքենա։ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության ցուցակի առաջին համար Լևոն Շիրինյանը համատեղ սեփականության իրավունքով բնակարան է հայտարարագրել, դրամական միջոցներ չունի։ Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցության ցուցակում առաջինը Աշոտ Գալստյանն է, աշխատում է որպես ինժեներ, հայտարարագրել է Երևանում գտնվող բնակարան եւ 2004 թվականի արտադրության Mercedes։ Նրա դրամական միջոցները կազմել են 1.1 միլիոն դրամ։ Դոկ կուսակցության նախընտրական ցուցակում առաջինը փաստաբան Լևոն Բաղդասարյանն է, հայտարարագրել է 2 բնակելի տուն, բնակարան, 6 հողամաս եւ առևտրի եւ սպասարկման ոլորտի օբյեկտ։ Այսպես միլիոնների մրցավազքով քաղաքական գաղափարներով ու դրանց բացակայությամբ քաղաքական ուժերը պատրաստվում են հունիսի 7-ի ընտրությանը։ Վոլոդիա Մուշեղյան, Գևորգ Նահապետյան, Մնացական Բոստանջյան եւ Դավիթ Սարգսյան, Կիրակնորյա լուրեր։